Բարի լույս սիրելիներ, այսօր մեր Սուրբ եկեղեցում տոնն է բոլոր սուրբերի, հին ու նոր, հայտնի և անհայտ սուրբերի։ Եկեղեցին բոլոր այս մարդկանց հիշատակությունը սրբացրել և հիշատակում է ինչի համար, որովհետև շատ հաճախ մեր շուրջ ապրում են մարդիկ, ովքեր սրբակենցաղ են, աստվածապաշտ են, աստվածահաճելի կյանքով են ապրում, բայց շատ հաճախ մենք չենք նկատում, մեզ համար նրանք մեղավորներ են, բայց Աստծո համար նրանք սուրբեր են։ Այսօր էլ աշխարհի բազում անկյուններում բազում քրիստոնյաներ նահատակվում են, սրբադասվում են կամ չեն սրբադասվում, մենք չգիտենք, բայց մարդիկ հանուն Քրիստոսի նահատակվում են, թե հին ժամանակներում, թե այսօր, ոմանք քարայրներում, անապատներում, անտառներում, ոմանք հավատքի խոստովանության, դավանանքի ճշմարտությունը պահելով օտար թշնամի մարդկանց ձեռքից նահատակվում են հանուն Քրիստոսի։ Եվ շատ հաճախ էլ մենք նրանց անունները չգիտենք եւ ոչ էլ երբևէ լսել ենք, թե այս մարդիկ ինչ սխրագործությամբ են ապրել եւ ինչ ձև են իրենց հոգին ավանդել, երբեք չդավաճանելով Հիսուս Քրիստոսին։ Հիմա ձեզ համար շատ գեղեցիկ մի հատված պիտի ընթերցեմ Եբրայեցիների նամակից, որտեղ Պողոս առաքյալը շատ գեղեցիկ նկարագրում է այդ բոլոր մարդկանց նահատակության ձևերը, վայրերը եւ մեզ հորդորում է, որ մենք մեր շուրջը այսքան սուրբեր ունենք, ուրեմն մենք էլ վստահենք Հիսուս Քրիստոսի մեր հավատքի զորագլխին եւ այդ հավատքով ապրենք, որպեսզի երբևէ ամոթով չկանգնենք Քրիստոսի առջև։ Տեսնենք ինչ է ասում Պողոս առաքյալը Եբրայեցիների նամակի 11-րդ գլխում։ Եվ արդ դեռ ինչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չլինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայելի, Դավթի եւ Սամուելի ու մյուս մարգարեների մասին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, գործեցին արդարություն, հասան խոստմանը, փակեցին առյուծների բերաններ, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիչներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, եւ ուրիշներ ենթարկվեցին տանջանքների եւ գանահարությունների, կապանքների եւ բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան, թափառեցին ոչխարների վայծերի մորթիներով, ծածկված ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, մարդիկ, որոնց այս աշխարհ արժանի չէ, մոլորված անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։ Եվ սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ չընդունեցին խոստումը։ Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն։ Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաները այսչափ բազմություն ունենք, դեն գցենք ամեն հպարտություն եւ ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարես, որ բացված է մեր առջև։ Նայենք Հիսուսին, հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը եւ նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Ահա սիրելիներ, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ նկարագրեց, թե բոլոր այն սուրբերը, նահատակները, հին ու նոր, հայտնի եւ անհայտ, որոնց մենք շատ հաճախ անուններն անգամ չեն լսել, ինչպես են նահատակվել եւ ինչ ճանապարհ են անցել, եւ տեսեք, ասում եմ, մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէր։ Այո, այսպիսի մարդիկ մեր կյանքում շատ են։ Այսպիսի մարդիկ հազարներով, միլիոններով իրենց կյանքը զոհաբերել են, որպեսզի մենք այսօրը ունենանք, որպեսզի կարողանանք Քրիստոսին ազատորեն պաշտել։ Եվ դեք ասում եմ, ուրեմն եթե մենք մեր շուրջը այսքան վկաների բազմություն ունենք, երկու բան ասում եմ, մեզանից դեն նետենք հպարտությունը եւ ծանր մեղք, որպեսզի կարողանանք մեր հավատքի զորագլխի Հիսուս Քրիստոսի հետ մտնել մրցասպարես եւ հաղթել։ Ով ասում է իր առջև դրված ուրախությունը թողեց, խաչը հանձն առավ, որպեսզի մեզ փրկի։ Հպարտություն եւ ծանր մեղք։ Այսօրվա մարդու նկարագիրն է։ Այսօրվա մարդը եսասեր, ամբարտավան, հպարտ կենցաղով է ապրում եւ ամեն ինչ այս աշխարհի մեջ այսօր արվում է մարդու եսը կերակրելու համար, մարդուն եսասեր դարձնելով նաեւ անտարբեր ու արհամարհական կյանք ենք սովորեցնում, որպես իրենցից բացի ոչ ոքին չտեսնեն, միայն իրենց համար, ինչ որ տեղ ունենում, միայն իրենց հոգսերի ու պետքերի համար լինի։ Եվ այս ամենը բերում է, որ մարդը հայտնվում է ծանր մեղքի մեջ։ Ծանր մեղք ասելով պիտի հասկանանք Աստված մերժությունը, որ Աստծուն հավատում ենք, գիտենք, բայց երբեք նրա հետ հարաբերություն չենք հաստատում։ Մենք Աստծուն գիտենք, Աստծո պատվիրանները գիտենք, բայց գեթ մեկ օր այդ օրենքներով ու պատվիրաններով չենք ապրում։ Եվ ամենակարևորը, մերժել ենք Աստծո սերը եւ վերցրել ենք աշխարհի սերը։ Սա ծանր մեղք է եւ մերժում ես Աստծո սերը։
Այն սերը, որ Քրիստոսով հանձն է առել, խաչը բարձրանալ մարդուն օգնելու համար։ Այդ զոհաբերությունը մենք առ ենք համարում։ Մենք այդ զոհաբերությունը մոռեցնում ենք, թաղում ենք անտարբերության մեջ, որպեսզի այս աշխարհի սիրով մեր կրքերին, ցանկություններին, մեր պետքերին հագուր տանք եւ այս աշխարհի վարձատրությամբ մեզ թվացial երջանկությունը վերագրենք։ Բայց հավատացեք, պիտի գա մի օր, եւ մենք այս ամենի համար պատասխան պիտի տանք։ Մենք չգիտենք որտեղ, որ ժամին, ինչպիսին կամ ինչ հանգամանքում մեր կյանքը կընդհատվի, բայց այն պահին, որ ընդհատվեց, մենք այլևս չենք կարող ասել Տեր ներիր մեզ կամ մեղա Աստծո, մեղաչենցինք Աստծո երկնքի առջև։ Այս ամեն օրը, որ տրված է մեզ, այս ժամանակը, որ տրված է, քանի հնարավորություն ունենք, յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա իր կյանքի մեջից մաքրել այն բոլոր ծանր մեղքերը, այն հպարտությունը, անտարբերությունը, որ բուն է դրել իր մեջ եւ թույլ չի տալիս, որպեսզի տեսնի Աստծո լույսը։ Եվ եթե մենք կարողանանք այսքան վկաների կյանքը տեսնելով, հասկանալով, թե այս մարդիկ ինչու մերժեցին, ինչու համար զոհաբերվեցին, կհասկանանք, որ հավիտենական կյանքը շատ հեռու չէ, այն մեր շուրջն է, մեր մեջն է։ Հիսուս ինքն է ասում. երկնքի արքայությունը նախ ձեր մեջ փնտրեք։ Եթե մենք մեր հոգու մեջ երկինք չունենք, որպեսզի կարողանանք սավառնել, երկինք չունենք, որ անսահմանությունը զգանք, այս աշխարհի մեջ ինչ էլ որ մենք ունենանք, երբեք գոհ սիրտ չենք ունենա եւ անդադար պիտի տրտնջանք, դժգոհենք, բամբասենք, հայոյենք, անիծենք, թե ինչու մենք այս կյանքը ստացանք եւ ինչու ենք այս կյանքի մեջ ապրում։ Բայց Աստծո նպատակը վերն է, որպեսզի սահմանափակ աշխարհի մեջ մարդը կարողանա անսահմանությունը գտնել եւ երկնքի անսահմանության մեջ ճախրել ազատորեն Աստծո ներկայության մեջ, Աստծո սիրո մեջ եւ Աստծո երանության մեջ խաղաղությամբ ապրելով։